Մի 10-12 տարի առաջ էր, որ առաջին քայլերս լուսանկարչական ասպարեզում փորձում էի անել, բայց չէի կարողանում։ Հեռուստաընկերությունը մի ուրիշ աշխարհ է, իսկ սա մի ուրիշ աշխարհ է։ Հեռուստաընկերությունը ինքը ճահիճ է, բայց լավ ճահիճ է, որից դու չես կարողանում ցենց դուրս գաս։ Հեռուստաընկերության մեջ կա ստանդարտներ, որ պետք է դու չանցնես, իսկ լուսանկարչությունը ասում է ազատ լուսանկարիչ ստեղծագործի ինչքան ուզում ես։ Ծննդաբերության թեման իմ հոբին է, արդեն մոտ 4-ից 5 տարի է իմ հոբին է, տարբեր ծնունդներ եմ նկարել, անգամ բնական ծնունդից մինչև կեսարյան հատումով։ 2021 թվականին իմ առաջին անհատական ցուցահանդեսը եղավ, կնոջ գեղեցկությունը սահմաններ չունի, որը արժանացավ շատ մեծ արձագանքների, բայց անգամ երիտասարդ աղջիկներ կան մինչև 10-15 տարեկան, որ առանց ֆիլտրի չեն կարողանում։ Լուսանկարիչները ինչ ուզում է պատվիրատուն, դա տալիս են ու պատվիրատուն գիտի ինքը ճիշտ է։ Եթե դու մարդուն նկարում ես բնական, ես տենց եմ, եթե բնական տեսա ու նկարեցի, դա ամենաստացվածն է իմ համար։ Եթե մարդը կրթված է լինում, ստանդարտներին հավասար գնում է, այսինքն պետք է լինի ինքնաբավ ու կրթված, ու միշտ ինքը իր վրա աշխատի, որպեսզի կրթվի, կապ չունի տղամարդը թե կինը։ Բարև ձեզ, Buzz TV եթերում «Չասված խոսքեր» հաղորդաշարն է։ Այսօրվա իմ հյուրը օպերատոր բեմադրող, լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանգյանն է։ Ողջույն Ռոբերտ։ Ողջույն Սարիկ ջան։ Շնորհակալ եմ, որ իմ հրավերը չես մերժել եւ այսօր գտնվում ես իմ տաղավարում։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Ռոբերտ, հիշում ես առաջին անգամ, երբ որոշեցիր, որ պետք է ընտրես լուսանկարչի մասնագիտությունը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մի 10-12 տարի առաջ էր, որ առաջին քայլերս լուսանկարչական ասպարեզում փորձում էի անել, բայց չէի կարողանում, որովհետև իմ առաջին մասնագիտությունը խոհարարությունն էր։ Հիմա կասեմ, խոհարարությունից սկսել։ Երբ որ սովորում էի խոհարար քոլեջում, տենց չէի սիրում խոհարարությունը, տենց իսկ ում ցանկությամբ էիր հայտնվել այնտեղ։ Ну կարելի ասել էլի իմ, բայց հետո քանի որ մի քիչ փոքր էի տարիքով, գնացի, սովորեցի, ավարտելուց արդեն դիպլոմային աշխատանքից խոհարարության մասնախոսքը մնացել էր մոտ 2 ամիս, արդեն կամաց ֆոտոյի վրա էի կենտրոնացել, հեռախոսովս կադրեր էի անում, անգամ ոչ լավ կադրեր, բայց սիրում էի միշտ նկարել, ամեն ակնթարթը, չգիտեմ, ամեն ինչը նկարում էի ու տենց հավաքում էի, անգամ իմ արխիվների մեջ այդ նկարները կա, տենց ես պահել եմ, որ մոտակա 15 տարի անց մեծ ցուցահանդես է լինելու այդ թեմայով էլ, ասենք ամենասկզբի նկարներից մինչև վերջի նկարը ստացված։ Տենց կամաց որ նկարում էի, անգամ մենակ գնում էի լիքը պեյզաժներ էի նկարում, շատը սիրում էի նկարել մարդկանց, պատահական մարդկանց ու սիրում էի նկարել ժպիտը, մարդկանց ժպիտը, պատահական ժպիտը էլի, որ ամենակարևորն է, տենց որ ավարտեցի արդեն դիպլոմային աշխատանքից խոհարարությունը, դիպլոմը ստացա, արդեն որոշեցի, որ չէ, խոհարարությունը իմը չի, գնացի երկրորդ մասնագիտության հետևից, գնացի մանկավարժական համալսարան օպերատորություն բաժնում եւ սկսեցի ընդունման քննությանը պատրաստվել, որ պետք է նկարներ ներկայացնել տարբեր, էլի մի քիչ վատ ստացվեց, անկեղծ, նեշ շատ պրոֆեսիոնալ էր, բայց ընդունվեցի, միջին բանը ցույց տվեցի, էլի ոնց որ աշխատանքը ընդունվեցի ու արդեն կամաց սկսեցի առաջ գնալ այդ ոլորտում։ Շատ լավ, ես գիտեմ, որ քո սիրելի վայրերից մեկը, կրթօջախներից մեկը, այսպես ասած, մանկավարժական համալսարան է, բայց ինձ հետաքրքիր է ֆոտոլուսանկարչության եւ հեռուստատեսության միջև այդ նուրբ տարբերությունը կարող ես նշել։ Բնականաբար կա տարբերություն, հեռուստաընկերությունը մի ուրիշ աշխարհ է, իսկ սա մի ուրիշ աշխարհ է։ Հեռուստաընկերությունը ինքը ճահիճ է, բայց լավ ճահիճ է, որից դու չես կարողանում ցենց դուրս գաս, որովհետև ես անկեղծ շատ եմ սիրում հեռուստաընկերությունը, ինչքան էլ հիմա հեռուստաընկերությունը մի քիչ տեղափոխվել են ետին պլանում, բայց ես սիրում եմ հեռուստաընկերությունը, իսկ ֆոտոլուսանկարչությունը դա էլ ուրիշ արվեստ է, որը չես համեմատի հեռուստաընկերության հետ, այսինքն ավելի ազատ է, ավելի ազատ է, իսկ հեռուստաընկերության մեջ կա ստանդարտներ, որ պետք է դու չանցնես, իսկ լուսանկարչությունը ասում է ազատ լուսանկարիչ ստեղծագործի ինչքան ուզում ես։ Դու քեզ որտեղ ես ավելի լավ զգում։ Անկեղծ երկու տեղում են ինձ լավ եմ զգում։
Միտեղը քեզ տալիս է անսահման ազատություն, մյուստեղը նաև ստանդարտներ, որոնց պետք է ենթարկվես ճակերտավոր։ Պետք է ենթարկվեմ։ Նաև շատ հետաքրքիր է քո ֆոտոշարքը, որը վերաբերում է ծննդաբերության ընթացքին, դա կարծես թե մի նոր մշակույթ է ձևավորվել, հա, ընդհանուր լուսանկարչական, ֆոտոլուսանկարչական պատմության մեջ, պատմիր այդ մասին։ Նախ ծննդաբերության թեման իմ հոբին է, արդեն մոտ 4-ից 5 տարի է իմ հոբին է, տարբեր ծնունդներ եմ նկարել, անգամ բնական ծնունդից մինչև կեսարյան հատումով։ Միշտ ամենակարևոր հարցը ոնց է չես վախենում, այդ են տալիս ինձ այդ հարցը ամեն օր, թե կանայք, թե տղամարդիկ, անգամ բժիշկները, չես վախենում, չեմ վախենում, անկեղծ չեմ վախենում։ Մի պատմություն պատմեմ, ծննդաբերությունը նկարում բնական, շատ չասեմ ինչա ոնց է, ծննդկանը շատ վատ է իրան զգում, հոգեպես շատ վատ է զգում, ամուսինը ներքևը սպասում է, որ ինչա ծննդել, հա, լուր լինի տղա է թե աղջիկ է, հիմա ես ուզում ոնց որ բան իմաստով էլի գնամ այդ կնոջ ձեռքը բռնեմ, ասում համբերի ես լույս աշխարհ է գալիս, բայց դու բնականաբար չես կարող տենց անել, ես չգիտեմ, իմ մեջ ավելի բան է լինում էլի, ես ոնց ասեմ որ ճիշտ հասկանաս, փորձում ես օգնության ձեռք հա, բայց հոգեպես, հա, հոգեպես փորձում ես, բայց միևնույն ժամանակ կա պատնեշներ, որ չգիտես ինչպես մոտենաս այդ թեմային։ Դրա համար փորձում եմ լուսանկարներով դա տալ ծնողին, բարեկամներին, երբ որ դուրս եմ գալի վիրատանից, անգամ բարեկամները բժշկից հետո մոտենում են ինձ, ոնց էր, ասում են լավ է, նկարները ցույց են տվել ու շատ հապվում են։ Դա բարեգործական հիմունքներով է նաև ասեմ Սարեկ ջան, այսինքն ես դա առաջարկում եմ հիվանդանոցներին, տնօրինությունը տալիս է թույլտվությունը բնականաբար, հետո ծնողները եթե իհարկե համաձայն են, ամեն ինչը կազմակերպում ենք ու այդ նկարները թե հիվանդանոցը թե ծնողները ունենում են անվճար հիմունքներով դա միայն։ Ես տեսնում եմ քո ստորիները, որ դու տեղադրում ես, շատ պատրաստված, այսինքն հատուկ հագուստով, նաև էսթետիկ եւ հիգիենիկ առումով պատրաստված ես եւ շատ հետաքրքիր process է դա։ Ինձ շատ հետաքրքրում եմ ֆոտոլուսանկարչության, հա, գործունեության ընթացքում ինչ զավեշտալի դեպքեր են եղել, որ երբեք չես մոռանա։ Անկեղծ զավեշտալի դեպքերը շատ են։ Մի երկուսը պատմիր, օրինակ ինձ շատ հետաքրքիր է։ Հիմա հիշեցի մի պատմություն, որ անկեղծ սա իրական պատմություն է։ Մեկը ինձ գրել է Ռոբջան բարև աղբերս, սենց կներես էլի լեքսիկոնի համար, բարև աղբերս, ասում եմ բարև ձեզ, ասում եմ դու Արմինե անունով աղջկա ֆոտոշութ ես չէ արել, ասում եմ հա, ասում եմ որ խնդրեմ իր օրիգինալ նկարները առանց ֆոտոշոփի կուղարկես, ասենք այդտեղ ինք ասում եմ ես իր ուզող տղեն եմ, այդ նկարները ուզում տենամ մի հատ էլի, այսինքն բայդակ չեմ հասկանում, բայց ասենք ուզում եմ որ տեսնի ինչ վիճակում է ընկերուին ֆոտոշոփից հետո ինչա դարձել, ասենց ասեմ որ հասկանամ։ Այսինքն նա իրական կյանքում չէր տեսել տվյալ աղջիկը։ Դե չեմ հասկանում, խեր ինչից է ենթադրել, որ ես պետքա այդպես օրիգինալ տարբերակը նախ տրամադրեմ, երկրորդն էլ չգիտեմ, իսկ հաջորդ հարցը կոնֆլիկտների մեջ ընկել ես։ Լիք շատ անկեղծ շատ եմ ընկնում կոնֆլիկտների մեջ։ Մի հատ է զավեշտալի դեպք պատմեմ, Կասկադում նստած սուրճ եմ խմում, մոտ դա 1 ամիս առաջ էր։ Նստած են կողքի սեղանին երկու կին են տարեց, նո շատ մեծ չէ, 50-ից կին են, նստած խոսում են, ես էլ խոսում եմ, հերոսով եմ խոսում, աշխատանքի մասին եմ խոսում, նկատեցին որ լուսանկարիչ եմ, ասեցին կներեք դուք ասում եմ այո լուսանկարիչ եմ, ասեց որ խնդրեմ եթե իհարկե անում եք նման նկարումներ ծննդյան առիթներ, բան, ասում հա իհարկե, այցեքարտեզ տվեցի, ասի սա իմ ասյարդն է, եթե ինչ-որ հարցնի կարող եք զանգել կամ Instagram, Facebook-ով գրել։ Ասեց շատ լավ, մեկ էլ հաջորդ օրը գիշերվա ժամը 12:50 անդադար զանգ է գալիս գիշերն, պատասխանում եմ, մի հատ տղամարդ է, շատ այսպես հայկական ասած քյարթ տղամարդ է զանգել, բարև ախպեր բան, ասում եմ բարև ձեզ, Իոնա Արմենա, ես այս ինչ կնոջ ամուսինն եմ, ես չգիտեմ ում մասն էլ, անկեղծ չգիտեմ, ասում եմ, հա, բայց չեմ ճանաչում, ասում եմ, բանը, Կասկադում դու քո բանը հրավերատոմս, այսեկարտին հրավերատոմս ասում, հրավերատոմսերը բաժանում ես, որ քեզ զանգեն, գազ հարսանիք նկարես, ասում եմ, չէ, տենց չի եղել, ուզում բխես կնգաս տվել բանը, հրավերատոմսը, ասում եմ, չգիտեմ ում մասին է, բայց ոնց ինձանից խնդրել են, ես փոխանցել եմ իրենց, մեկ է ֆրած այդ խեղճ կնոջը ասում է, սենց լեքսիկոն կներես, աղջիկ կանչում ես որ հարսանիքդ նկարի, բան, սենց այսինքն տարբեր կոնֆլիկտների մեջ ես հայտնվում։ Այսինքն մենք հասկացողության խնդիր ունենք ինչ որ առումով։ Այո։
Այսինքն IC-քարտ տալը հրավերը տոմսը փաստորեն ու բարձրացնում գնում եմ իրենց հարսանիքը նկարեմ։ Առաջիկայում շատ հետաքրքիր նորությամբ է հանդես գալու հունիսի 17-ին, 18-ին եւ 19-ին դիմակից այն կողմ խորագիրը կրող անհատական ֆոտո ցուցահանդեսն է լինելու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Ինչպես ծնվեց գաղափարը եւ միտքը եւ ինչ փուլում է աշխատանքները։ Ասեմ, շնորհակալ եմ հարցի համար Սարիկ ջան։ 2021 թվականին իմ առաջին անհատական ցուցահանդեսը եղավ, կնոջ գեղեցկությունը սահմաններ չունի, որը արժանացավ շատ մեծ արձագանքների, անկեղծ մոտ 2021 թվականի մարտին եղավ ցուցահանդեսը։ Մինչև 6-7 ամիս խոսում էին այդ ցուցահանդեսի մասին, որ շատ տպավորված էին, անգամ անցորդները չափազանցնեն, բայց անգամ եղել է մարդ, որ քայլել է ընկերոջս հետ, տեսել է, ասել է ձեր ցուցահանդեսը շատ լավն էր, մենք գնացել ենք, տեսել ենք, որ դա իմ համար շատ պարտավորեցնող էր, լիքը մարդ ասում էր, որ երկրորդն էլ արա, հաստատ լավ կլինի, ասում է դեռ ժամանակը չի, սպասենք, տեսնենք ոնց է լինում, որովհետև ես միշտ սիրում եմ ժամանակի համահունչ շարժվել, չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել, տարբեր կարծիքներ լսելով անգամ ընկերների կարծիքներ 2023 թվականներ ասում եկավ այս տարի արդեն կազմակերպեմ, բայց ասում եմ չէ դեռ շուտ է, ու արդեն 2025 թվականի հունվարի կեսից հետո արդեն շատ լավ ընկեր ունեմ, շատ լավ ընկեր, իր հետ խորհրդակցելուց հետո ասեց հաստատ անում ենք, ասեց ես քո հետ եմ, ինչով շնորհակալ եմ իրան, ասեց անում ենք հաստատ, ասեցի շատ լավ, ու տենց որոշեցինք ու իմ ընկերների օգնությամբ իհարկե մենակով չէի կարողանա, սկսեցինք կազմակերպել, որ ամառանը լինի ցուցահանդեսը դիմակից այն կողմ, այսինքն նկարները բոլորը դեմքեր են, տարբեր պատական դեմքեր, ոչ պատական դեմքեր, ժպիտ, տխրություն եւ ինչու դիմակից այն կողմ Beyond the Mask առանց Photoshop, այսինքն չկա Photoshop, որ օրինակն եմ ասում, որ դու գաս տեսնես քո նկարը, հասկանաս, որ դա դու ես, այսինքն թե ուրախ ես, թե տխուր ես, կներես, բայց դա դու ես, այստեղ Photoshop չկա ու դա իմ կարծիքով ավելի լավ է անկեղծ։ Աշխատանքները շատ մեծ են անկեղծ, հունիսի 17-ին կտեսնեք հրավիրում եմ նաև, գալու ես գիտեմ, 17-ին կտեսնենք հետաքրքիր միջոցառում եւ քանի որ առիթ անձրվել է, ուզում եմ շնորհակալություն հայտնել ցուցահանդեսի գլխավոր հովանավորին իդեմս Տեկին Նայնե Չարչյանի, քո հարցազրույցի մեջ դու ասում ես ազգանուն, որ դարձել է միջազգային բրենդ, այո, հենց Տեկին Նայնե Չարչյանը, շատ սիրելի Նայնե Չարչյանը, շատ կարևոր մարդ մեր հանրապետությունում, ինքը որ իր հետ խոսեցի, ասեցի sense բանը մտածեցի, շատ լավ է, ասեցի ինչով օգնեմ, ասեցի որպես գլխավոր հովանավոր, ասեցի դու խնդրեմ չունես Ռոբ ջան, Տիկին Չարչյանը շատ մեծ դեր ու տեղ է տալիս երիտասարդներին, ովքեր նպատակասլաց են եւ նա ամեն ինչով կարողանում է օգնում է Տիկին Չարչյանին նույնպես կտեսնենք ցուցահանդեսի օրը եւ այդքան նրա նկարներից լինելու է բացի Տիկին Չարչյանից կան այլ սիրված եւ հայտնի դեմքեր։ Այո, կան սիրված եւ հայտնի դեմքեր, մնացածը ասում արդեն ցուցահանդեսի օրը արդեն անակնկալ կլինի, այո։ Խոսեցինք ֆիլտրված հա նկարներից, այսօր գրեթե մենք էլ անմասն չենք մնում ինչ որ ֆիլտրեր օգտագործելուց, այլ որպես ֆոտոլուսանկարիչ, հա, ֆիլտրված լինելու լավ եւ վատ կողմերը քննարկենք եւ դրա հոգեբանական կողմերը նաեւ քննարկենք։ Այսօր չես նկատում, որ մարդիկ կան, որ իրենք իրենց իրական դեմքը կորցրել են եւ միայն այդ ստանդարտ ֆիլտրերն են օգտագործում եւ իրենք իրենց այդպեսին են պատկերացնում։ Խոսենք այս մասին։ Այո, համաձայն եմ, դա անկեղծ շատ մեծ խնդիր է։ Ճիշտ է, մենք մեր առօրյա խնդիրներով ծանրաբեռնված ենք լինում, բայց դրան ուշադրություն չենք դարձնում, մտածում ենք դա փոքր բան է, նկարվեցինք, ոչ մի հատ ֆիլտր կդնենք, կանցնի, բայց անգամ երիտասարդ աղջիկներ կան, մինչև 10-10 տարեկան, որ առանց ֆիլտրերի չեն կարողանում։ Այսինքն, եթե նկարում ես, ասում եմ վատ ես նկարել, ամբողջ խնդիրներս երևում է, բայց ինքը ընդհանրապես 19 տարեկան է, բայց դու պետք է, չգիտեմ, մարդու տեսակից է կամ մի քիչ պետք է մարդ ավելի ինքը իրան սիրի անկեղծ, որ կարողանա հարմարվել դեմքի հետ, որը որ վատ չի։ Պետք է ընդունի, որ նա այնպեսին ինչպեսին որ կա։ Այո, ոնց կա, նա ընդունին է, ոնց կա, բայց դա խնդիր է անկեղծ Սարեկ ջան, որովհետև ես կհասկանամ դա, երբ որ օրինակ 40-ից ավել
տարիքի մասն է խոսքը կանանց, որ անգամ տղամարդան, որ ֆիլտրը նորմալ է, նորմալ ֆիլտրը դա նորմալ է, բայց 10-20 տարեկան աղջիկը, անգամ տղան, անկեղծ երիտասարդ տղաներն էլ առանց ֆիլտրի չեն կարողանում, չգիտեմ, ես հոգեբանական խնդիր է։ Ինձ թվում է իմ կարծիքով հոգեբանական խնդիրն է։ Նաև գարցա լուսանկարիչներից, որովհետև լուսանկարիչները ինչ ուզում է պատվիրատուն, դա տալիս են ու պատվիրատուն գիտի ինքը ճիշտ է։ Այսինքն ասում կնայեք ռուսերենից համար կլենցի գիտա պրավ, բայց հա համաձայն եմ, բայց չէ, բաներ կա, որ պետք է մասնագետը իր կարծիքը ասի։ Հիմա ես եկել եմ նկարահանման, չէ, այստեղ կա բեմադրող օպերատոր, ինքն է այստեղ տերը, այսինքն ես իմ կարծիքը իմն է, ինքը ոնց որոշել է, ինքն է։ Ես չեմ սիրում մտնել մարդու, իր նկարահանող խումբն է, ինքն է որոշում ոնց։ Իմ կարծիքով թե մարդը մի քիչ իր վրա աշխատի, պետք է այդ ֆիլտրված տարբերակները խոսքը 10 տարեկանի մասն է, որ հանի իր մեջից։ Իսկ եղել է որևիցե մի անգամ, երբ կոնֆլիկտի մեջ ես մտել, այսինքն մարդը չափից շատ է ցանկանում, որպեսզի ֆիլտր օգտագործվի իր նկարում։ Եվ դու ասել ես հերիք է, չէ՞, ստոպ։ Եղել է, բայց անկեղծ կարող զարմանաս, դա եղել է, որ դու դա ասել ես, ոչ թե կնոջը, այլ տղամարդուն։ Այն որ ասում ես հերիքը արդեն պետք չի, ինքը ընդհանուր 26 տարեկան երիտասարդ տղա է, ասում ես հերիքը չէ, ասում ես չէ պետք է, ու հավատացեք ջան, ամեն օր կոնֆլիկտներ լինում են, այտենց ճիշտ է, ոչ շատ բար, բայց հենց ֆիլտրերի մասով։ Ֆիլտրերի մասով, որովհետև երիտասարդների շրջանում շատ վատ է, անկեղծ։ Չգիտես, ճիշտ ես ասում, հոգեբանական խնդիր է կարող իրանց մոտ։ Շատ լավ։ Մենք այսօր բոլորս ունենք հեռախոսներ, որոնցով շատ գեղեցիկ լուսանկարներ ենք անում, ֆիքսում ենք թե գեղեցիկ պահերը, թե գեղեցիկ անձանց, թե ինչու ոչ ինքներս մեզ։ Այ հետաքրքիր է, որպես պրոֆեսիոնալ ֆոտոլուսանկարիչ, երբ դու ռեալ տեսնում ես տվյալ անձի գեղեցկությունը եւ տվյալ պահի գեղեցկությունը, դա կլինի բնության երևույթ, չգիտեմ, անտառ կամ ինչ-որ գեղեցիկ մի քաղաք, ինչքանով ես կարողանում այդ ռեալ գեղեցկությունը փոխանցել դեպի լուսանկարի մեջ, հա, այդ արտացոլանքը ինչպես ես կարողանում ստանալ եւ եղել են դեպքեր, երբ միևնույն է դու լուսանկարով այդ գեղեցկությունը չես ստացել, ինչքան որ այն իրականում էր։ Հասկաց հարցը, նայ, ասենց կարճ ասեմ այս հարցը, եթե դու մարդուն նկարում ես բնական, ես տենց եմ, եթե բնական տեսա ու նկարեցի, դա ամենաստացվածն է իմ համար։ Իրա բնական ժպիտը, աշկերի խաղը, առանց ֆիլտրերի, անկեղծ դա իմ համար ստացված է։ Անկամ որ ինքը կարող դա չհավանի, բայց մի 60-70%-ն որ հավանում է, միշտ ասում եմ դա ֆիլտր դե օքեյ լինի, բայց բնականը հենց այդ է որ պայտակ ֆիքսեցիր, ուրեմն արդեն դու ունես իմ կարծիքն է դա է, տարբեր լուսանկարիչ տարբեր մոտեցումներ ունեն։ Եթե ես տեսա պահը, արագ նկարեցի, հասրեցի, նկարեցի, դա է առանց ինչ-որ Photoshop-ի։ Խոսեցին գեղեցկության մասին, ինձ հետաքրքիր է ներկայումս, հա, ինչպիսին են քո գեղեցիկի մասին ընկալումները եւ պատկերացումները, այս 21-րդ դարի ստանդարտները գեղեցիկի մասին։ 21-րդ դարի ստանդարտը մի քիչ տարբեր է, որտեղ ասում եմ ժամը 1 բան է փոխվում, չես կարողանում հասկանալ, բայց իմ կարծիքով կարող մի քիչ ասում եմ հին բան եմ ասում, բայց եթե մարդը կրթված է լինում, ստանդարտներին հավասար գնում, այսինքն պետք է լինի ինքնաբավ ու կրթված ու միշտ ինքը իր վրա աշխատի, որպեսզի կրթվի, կապ չունի տղամարդը թե կինը։ Ու տարեքային կապ չունի, կարա 15 տարեկան լինի, կարա 50 տարեկան լինի, կամ 70 տարեկան լինի։ Պետք է կրթվել ու հաստատ ինքը բոլոր ստանդարտներին հավասար կգնա, անգամ մի քիչ է կարող ավելին լինի։ Քո թույլտվությամբ անցնենք իմ վերջին 6 բլից հարցերի։ Okay, շնորհակալ եմ։ Հարց առաջին, որը կլինի այն միակ խորհուրդը, որ ինքդ քեզ կտաս։ Մարդ մնալ։ Բնության որ երևույթին ես նմանեցնում քեզ եւ ինչու։ Անդրեյ։ Պատմական որ հերոսի փոխարեն ցանկանայիդ լինել եւ ինչու։ Անկեղծ չգիտեմ։ Առանց ում կամ ինչի չես պատկերացնի քո կյանքը։ Առանցին տեսախցիկի չեմ պատկերացնում կյանքը։ Հենց դերին, հա, այո, դերին գույնով։ Եթե քո կյանքը վերածենք գրքի, այն ինչպիսի վերնագիր կունենա։ Ինքնաբավ լուսանկարիչ է։ Ռոբերտ Ֆրանգյանը ունի չասված խոսքեր։ Շատ։ Բայց չեմ էլ ասի։ Առհասարակ էլի։
Եվ վերջում Ռոբերտ Ֆրանգյանը ինքն իրեն ունի չասված խոսքեր։ Հա, շատ։ Վախենում ես այդ շեմին հասնել, թե ուղղակի չես ուզում առասարակ ինքդ քեզ հետ խոսել այդ թեմայով։ Ինձ թվում է չեմ ուզում ինձ հետ խոսել այդ թեմայով։ Շատ լավ, եւ ցանկանում եմ, որ այդպիսի չասված խոսքերը մնան հենց չասված խոսքեր։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ էիր, քեզ ցանկանում եմ լավագույնը։ Շնորհակալ եմ շատ Սարակ ջան հրավերի համար։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա իմ հյուրը բեմադրող օպերատոր, ֆոտոլուսանկարիչ Ռոբերտ Ֆրանգյանն էր։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։